Փառքներդեհին եւ ազատություն, ապստամբ, հայրենատեր, արժանապատիվ Սասնա ծռերի։ Եվրոպացիների Հայաստան գալու հետ կապված բոլոր ուշադրությունը ավելի շատ սևեռված է Մակրոնի վրա։ Դե Ֆրանսիան հայասիրության ավանդույթ ունի, ավանդական գալիս է։ Իհարկե, ես դա չափավոր չեմ համարում, պրատ հայասիրություն է, բայց որ կա այդ հայասիրությունը, որից մեկը չի կարող ժխտել եւ ասեմ այդ հայասիրությունը համեմատելի չէ Ռուսաստանի, չնայած Ռուսաստանը երբեք հայասեր չի եղել, որովհետեւ Ռուսաստանը մեզ պետություն չի համարել, մենք իր համար մանրադրամ ենք եղել, այսինքն խոսել Ռուսաստանի սիրո մասին հայ ժողովրդի կամ իշխանություններին նկատի ունեմ, ռուս ժողովրդի մեջ կան մարդիկ, ես նկատում եմ, որ կան մարդիկ, շատ չեն, որոնք իսկապես հայերին հարգում սիրում են եւ խոստովանում են, որ իրենք դավաճանել են իրենց իշխանությունները Պետրոս առաջինից մինչև Պուտին վերջին, չեմ ասում Պուտին վերջին, որովհետեւ վերջ ներևում է, էս ցարական Ռուսաստանի, Պուտինն էլ լինելու է վերջին կայսրը։ Մեր հանդեպ վայրագություններ են արել։ Վայրագություններ բառից բուն իմաստով։ Եվ Մակրոնի լողացող ես ինքս արևմտյան բարեկամության կամ գործնեության համագործակցության ոչ թե գնալ արևմուտքի ծառան լինել, ինչպես Ռուսաստանի ծառան ենք կամ գաղութ ենք, այլ համագործակցություն։ Ես դրա կողմնակիցն եմ, բայց Մակրոնի, ասենք, հայասիրությունը բավարար չեմ համարում։ Բայց համեմատելի չէ մեկ այլ, ասենք, պետության մեր այդ որ թղթի վրա դաշնակիցներ են, այդ հապ, այսինքն մենք հապկի անդամ ենք, պատկերացրեք, հապկ անդամ որևիցե երկիր Հայաստանի համար այդքան չի անհանգստանում, որքան Ֆրանսիան։ Եվ ընդհանուր առմամբ պետությունների մեջ սեր չի կարող լինել։ Լինելու է շահ։ Պետությունների հարաբերություններում շահն է խոսում։ Հասարակ մի բան, տեսեք Չինաստան-Ռուսաստան հարաբերությունը ինչի է վերածվում։ Առաջ խոսում են ախպերությունից, սրանից, նրանից, ես ու ասում չէ, վաղ Ելցինն էր ասում, ես ու Ջանջեմինն ենք որոշում աշխարհում որն է որից հետո, Պուտինն եկել է Սի Ցզինպինի հետ է ուզում որոշել։ Որոշումը Ամերիկան է։ Որոշում է, եթե Ուկրաինային օգնի, Ռուսաստանը ծնկի կգա։ Եթե չի օգնում, եվրոպացիները խառնում են, ինչ-որ բան ուզում են անեն, բայց այն չի ստացվում, ինչ-որ Ամերիկան էր անում։ Ամերիկան եթե բիջին այս բանը Հորմուզի նեղուցը եթե բացեց, Պարսիկն էլ պարտադրեց որ բացի, աշխարհը կշնչի։ Չբացեց, աշխարհը չի շնչի։ Ամերիկան չեմ ուզում խոսել, ուղղակի։ Բայց այնուամենայնիվ, թե Մակրոնի, թե Ֆրանսիայի մեջ ես նկատում եմ որոշակի այդ սեր բառը։ Բայց սրա մեջ կա քաղաքականություն։ Հիմնականում Մակրոնի այս մի երկու օրվա այս ելույթները, տեսեք, ինքը երբ որ խոսում է, ես հետևեցի, կանգառներով է խոսում։ Բան է ուզում ասի, հետո զգում է, որ չէ, այս որ ասի ժամանակից առաջ կընկնի։ Ինչու եմ ասում ժամանակից առաջ կընկնի, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանին սիրաշահելու պահ կա դեռ։ Երբ որ Մակրոնը խոսում էր, ուզում էր որ փակագծեր բացել, չբացեց։ Ասեց այն, ինչ որ ասում է Նիկոլը։ Մոտավորապես, մի քիչ ավելի լավ ասեց, Նիկոլը խիստ է ասում։ Նիկոլը անմիջապես Արցախը համարում է Ադրբեջան։ Եթե Նիկոլին թույլ տանք, Նիկոլը Զանգեզուրը կհամարի Ադրբեջան, առանց վարանելու ու կմեղադրի Գարեգին Նժդեհին։ Այսինքն Ալիևի հաջորդ պարտադրանքը դա է լինելու։ Մեղադրել Գարեգին Նժդեհին, Հայաստանին ճանաչել ֆաշիստական երկիր, հիշում եք նախանցած տարի որ նման հարց բարձրացրեցին, Բևերը նամակ հասցրեց Թրամփին։ Իր այդ երթմնակալության օրն էր։ Արապապյանը հրավիրված է եղել Թրամփի երթմնակալության արարողությանը, Արապապյանը հրավիրված է եղել, Նիկոլը չէ։ Մեր Արապապյանը հրավիրված է եղել։ Եվ անմիջապես նամակ են հասցրել, որ
Ես եթե ֆաշիզմի ասում, ֆաշիզմի տակ ում ինչ ուզես կարող ես անել, եթե հաստատես նա ֆաշիստ է կամ բան է, ասենք նարկո, ես իմ ինչ է, որ Մադուրոին բռնեցին տան։ Դրանք նման որակի բաներ են։ Ցանկացած երկիր կարող է մտնել ավելի էլ գնալ, եթե ֆաշիզմ կա միտեղ։ Էլ չի հարցնելու։ Ադրբեջանը նման բաներ ուզում փնտրել այդ խառը ժամանակ։ Եվ Բևերը նամակ ուղարկեց, հասցրեց միանգամից։ Եվ զանգ գնաց այնտեղ։ Ասեցին լակոտ, խելոք վերենգի տեղը։ Հիմա մեղադրում են Մակրոնին, թե տեսեք ինքն էլ Արցախը ճանաչեց իբրև Ադրբեջան։ Ու հիմնականում մեղադրում են ռուսահապատակները։ Նորից եմ կրկնում, Մակրոնի խոսքերը ես իմ սրտին մոտ չեմ ընդունում, բայց նրա կանգ առնելով խոսքերը ես հասկացա, որ սա ժամանակ շահելու Եվրոդիտորդների Հայաստանում գտնվելը, Արցախահայության վերադարձի մասին խոսելը, եւ չմոռանաք, որ 3 տարի առաջ էր կարծեմ, որ Ֆրանսիան այսպեսի հայտարարություն արեց, որ մենք կճանաչենք Արցախի անկախությունը անգամ, եթե ասեն շարունակվի, կարծեմ Արցախը դեռ հայաթափված չէր։ Ես հատուկ ռուսահապատակներին, որ ասենք սարքել մատի փաթաթան, տեսեք Մակրոնն էլ է այս կարծիքին։ Ես ձեզ ասեմ, Մակրոնը ժամանակին Արցախը համարում էր Հայաստան։ Դուք երբևէ քաջություն ունեցել եք Արցախի Հայաստան համարեք։ Երբևէ։ Ուղղակի Մակրոնը հիմա, ասենք Նիկոլ ասում է, որ սենց է, եւ նրանք տեսնում են այդ բանն ասելով տարածաշրջանում նոր օջախ չի բացում պատերազմի։ Ալիևն էլ է սա տեսնում, բայց ու անհանգստանում է, չէ՞։ Եթե տեսնում է, որ Եվրոպան ասում է, պետք է Արցախահայերը վերադառնան Արցախ եւ անվտանգ ապրեն, Ալիևը պատկերացնում է, որ դա նշանակում է, որ նորից հետ գնաց 88 թիվը։ Ու ինքը պետք է նորից սկսի սկզբից։ Իսկ դա շատ ծանր բան է։ Սա Ալիևի համար հարված է։ Մեզ համար լիարժեք չի դա, բայց որոշակի հարված է Ալիևի համար։ Այդ որ Ալիևը խռովել է, Եվրոպայից երես է թեկել իբր, չգիտեմ, չէ, այդպես, բայց հետո խելոք հետ կգա։ Դուք այս ամենը չեք տեսնում, հենց մի հատ Մակրոնը սկսեց ասել, որ 91 թվի պայմանությամբ բանը սենց էր, էսը սենց էր, նենց էր։ Դուք վերցրեցիք, արեցիք լոզունգ, որ Մակրոնն էլ է ռուսի պես համարում, որ Արցախը Ադրբեջան է։ Հիմա եթե Նիկոլը, ասենք Զելինսկու պես, ասենք չասեր Դոնբասը Ռուսաստանն է, Ղրիմը Ռուսաստան է։ Մակրոնը ինչ էր ասելու։ Պետք է ասեր, չէ, Արցախն Ադրբեջան է, իհարկե ոչ։ Այսինքն ո՞րն է խնդիրը։ Խնդիրը ազգային իշխանություն ձևավորելն է։ Մարդ, ով սրտացավ է պետության համար։ Մարդ, ով ասեք այդ նույն Մակրոնին կասի, չէ, ախպեր ջան, Արցախը Հայաստան, հələ դու դենց պատկերացրա։ Էս էլ քեզ միջազգային փաստաթուղթ։ Ազգերի լիգայի որոշումը, Սևրի դաշնագիրը, Վիլսոնի իրավարար վճիռը։ Հենց այս բաներից խոսում եք մենք Վիլսոնի իրավարար վճիռ, ազգերի լիգա, բոլորը վատանում են։ Հենց ասում են ռուս-թուրքական ապօրինի պայմանագիր, բոլորը շնչներ տեղն են գցում։ Ինչու՞։ Որովհետև բոլորը ռուս-թուրքական խամաճիկներ են։ Դու Մակրոնին ինչ տաս, ինքը այդ ուղղությամբ է աշխատելու։ Հիմա Զելինսկին դեմ է տվել Մակրոնին, չէ՞։ Հիմա ասում են, այս ամսի 9-ին ինչ կլինի, թող Պուտինը պարադանի։ Այդ ժողովուրդը Ռուսաստանի այն կարգի է կոդրված, որ իրենց ինչ-որ մի ոգևորող բան է պետք։ Այդ մայիսի 9-ը Պուտին ուզում է օգտագործել ժողովրդին մի քիչ ցույց տա, որ մենք ուժեղ ենք, էլի հուսահատ չլնեք։ Զելինսկին էլ ասում է, չէ, ես չեմ խոստանում։ Հիմա մենք Զելինսկիի պես եթե ղեկավար ունենայինք, ասենք հաստատ Մակրոնը այդ ձևի չէր խոսի։ Հաստատ չէր խոսի։ Դրա համար է Մակրոնը ստիպված, տեսնում է, որ չի կարողանում ինքը Հայաստանից առաջ ընկնի, ասի Արցախը Հայաստան է։ Սրանց ասում Արցախահայեր պետք է գնան այնտեղ։ Ադրբեջանին այնտենց է զսպում։ Պետք է գնան ու պետք է նորմալ ապրեն։ Այնտեղի եկեղեցիներին ձեռ չտաս Ալիև։ Այդտենց է կանխում Ալիևին։ Եվ Ալիևը շատ լավ տեսնում է, որ սա իրեն հարվածելու է։ Այսօր այսպես են ասում, վաղ ուրիշ բան են ասելու։ Ինքը շատ լավ հասկանում է։ Եվ ստիպված բացահայտ աջակցում է Նիկոլին։ Արդեն բացահայտ։ Եվ Նիկոլական այս նախկիններից խոսեցի։ Դե լավ է, Նիկոլականից չեմ անիմաստ է։ Վերջը, ուրեմն
Պայմանավորեք այսպես, որ եվրոպացին խոսում է այն, ինչ որ ցանկանում է Նիկոլը։ Իսկ Նիկոլը ցանկանում է այն, ինչ որ ցանկանում է Ալիևը։ Եվրոպացիների մոտ դա ժամանակ շահելու համար է, որովհետև տարածաշրջանում մի նոր օջախ չեն ուզում բացեն։ Ասենք Պարսկաստանի հարցը չլուծած, Ուկրաինայի հարցը չլուծած, այստեղ լուրջ խնդիր, այստեղ կարող է այնպիսի բան տեղի ունենա, որ արդեն համաշխարհային դառնա։ Որովհետև այս մի նեղ հատվածը Եվրոպա, Ասիա, հա, Ավստրալիա, չգիտեմ, ամեն ինչ կապող տեղն է։ Վերջ-վերջո այդ Հայաստանը, հայկական բարձրավանդակը 5 ծովերի արանքում է, չէ՞ գտնվում։ Աշխարհի սիրտն է հայկական բարձրավանդակը։ Հիմա այդ սրտից մի կդոր է մնացել։ Եթե այդել կորցրեցին, անկառավարելի թուրքերը, աշխարհին ոչինչ չտված թուրքերը, աշխարհի հերը կանից են իրենց կամակորությամբ։ Իսկ դա Եվրոպան հասկանում է, շատ լավ է հասկանում, դրա համար հնարավորություն չի տալի թուրքերին։ Ուղղակի ստիպված է ինքը առայժմ քայլել այնպես, ինչպես Նիկոլն է պարտադրված, այսինքն Ալիևի կողմից պարտադրված, խնդրում եվրոպացիներին։ Խորհրդային Հայաստանի այդ բանը տիպաժը կրծքին փակցրած հուշում է, Ալիևը կնեղացնել սրանից այնքան բան մի խոսացեք։ Ու ելի եմ ասում, եթե մենք էլ չլինենք, վաղը Սյունիքն է նույն կերպ համարելու Ադրբեջան եւ մի հատ էլ մուննաթ է գալու Նիկոլը վերներս, բա ինչ էիք ուզում։ Բանժդեհին բան արեցի, կոտորեց սաղ թուրքերին հանեց, ռադարեց, բան արեց, բա պետք է պատասխան տակ, ասում էր, չէ՞։ 30 տարի դուք եք այլ, բա ինչ էիք ուզում, բա համել իր ձեռն է եկել ինքն է անում։ Ադրբեջանին գովերքում է Նիկոլը։ Նենց որ Մակրոնի ասածներից մի վախեցեք թրքաբոլշևիկի, ասենք Քոչարյան Ռոբերտի, Նիկոլի, Սերժիկի, Լևոնի, այսօր արդեն Տաշիր Սամոյի, մարդը Արցախի հարցը չլուծած, ասում է 300,000 աշխատատեղ են բացելու։ Տղա, եթե դու Արցախ ճանաչում ես Ադրբեջանի կազմում, դու արդեն հանցագործ ես։ Ուզում ես 1 միլիոն աշխատատեղ բաց։ Այդ մարդկանց աշխատացնելու ես, այդ մարդկանց աշխատակը 10 Ալիևին։ Հասկանում ես։ Դու բեռ ես վերցնում վզիդ։ Այսինքն մեր վզինը, քո վզինը չի պետք է վերցնես։ Դու հələ մի հատ Ալիևի հարցը լուծելը, խոսեք առաջնային անվտանգությունն է։ Դու անվտանգության հարց չլուծած աշխատատեղից ես խոսում, ժողովրդին ուզում ես ասես, ես գալու եմ ձեզ սովից փրկեմ։ Ոնց կփրկես սովից, երբ որ Հայաստանը եթե հանգարց ընդունեց Արցախն Ադրբեջան, ինքը ցմահ պարտավոր է մնում թուրքերին։ Ցմահ 6-7 պորտ մեր երեխեքն աշխատում են ու չկարողանան սրա տակից դուրս գալ, ում ես հայհոյելու են։ Ու առաջինը հայհոյել են Նիկոլին, Ռոբերտին, Սերժիկին, Լևոնին, այսօր նաև Տաշիր Սամոյին։ Խոհեմ եղեք։ Ես իմ սրտով էլ չի ոչ Մակրոնի, ոչ այն, բայց երբ որ տեսնում եմ Եվրոպան դիտորդներ է դրել շփման գծում, երբ որ տեսնում որ Եվրոպան Ալիևի կամքին հակառակացնում է հայերը պետք է գնան այնտեղ, եկեղեցին չպետք է քանդես, ինչ որ Հայաստանը չի անում։ Մեր իշխանություններից ավելի հայա պաշտպան են դարել եվրոպացիները, ինչը չի անում քո դաշնակիցը։ Ուրեմն պետք է հասկանանք, որ այս մարդիկ նպատակ ունեն։ Ուղղակի անմիջապես չեն կարողանում անցնել այդ գործին։ Այ երբ որ այս հարցերը կարգավորել կանեին։ Բայց սա չի նշանակում, որ պետք է հանգիստ նստենք եւ սպասենք, թե եվրոպացին ինչ կանի մեր համար։ Որքան շուտ մենք սկսենք ունենալ իշխանություն ձևավորել, որը կլինի պահանջատեր, այնքան մեր խնդիրները շուտ կլուծվեն։ Ազգային ժողովրդական բևեռին բերեք իշխանության եւ այս հարցերը կլուծվեն։ Ուղղակի կլուծվեն։ Ես խոստանում եմ ձեզ։ Մնա խաղաղությամբ։